Երեք գերագույն հոգևոր խորհուրդը ժողով էր հրավիրել, որից հետո անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Facebook-յան գրառումներին, նրանք հայտարարություն տարածեցին։ Չգիտեմ, կարդացել եք, տեղյակ եք այդ հայտարարության վերաբերյալ, ըստ ձեզ արդյոք համարժեք պատասխան էր Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին, զրպարտություններին, եկեղեցու նկատմամբ որ անում է։ Եկեղեցին միշտ իր բարձրության վրա է բարձրության, նա հոգևոր, բարոյական, մտավոր, ազնվական, մեր ազնվական անցյալի, մեր գահի, վերջին ներկայացուցիչն, դա հայոց գահն է, նա միշտ այդ բարձրության վրա է եւ երբեք հայոյողին հայանքով չի պատասխանում, զրպարտողին, զազրախոսին, տների մեր եկեղեցինից զազրախոսությամբ չի պատասխանում։ Նա մատնանշեց այն վտանգները, որոնք կարող են այդ զրպարտության հետևանքով սպառնալ մեզ, մեր ժողովրդին, մեր եկեղեցին, բայց նաև ցույց տվեց, որ եկեղեցին իր գործունեության մեջ, իր կոչումի մեջ հավատարիմ է եւ կոչ արեց նաև իշխանություններին, ինչպես եկեղեցին պետք է անի, որ թափավորի իրեն եւ ըստ էության հաթարիստի դախավեր այդ ընթացքը։ Դա ամենաճիշտ պատասխանն է, նա չի կարող իջնել սրանց մակարդակին եւ համարժեք հայանքներով պատասխանել, որ ժողովուրդը ասում է, այսօր ինչ համարժեք պատասխանեց, որ այս բարոյազրույցներին համարժեք պատասխան տալը բարոյական բարձր չափանիշներից հանդես գալը եւ եկեղեցին արեց դա։ Եվ ես դրա համար շատ ուրախ եմ։ Երբ կարդացի այնպես հոգեվոր մի թեթևություն զգացի, որովհետեւ մարդը քեզանից անկախ մի վախ է միշտ մեջդ մտնում, թե հանկարծ կարող է մի գայթակղություն լինի եւ հանկարծ եկեղեցին նույնպես փորձի մի բան ասել, որ սրանց ասացին մոտ է։ Բարեբախտաբար ոչ նա միշտ հայոց բարձր եկեղեցին։ Բարձր իր մտքով, հոգով եւ թռիչքով։ Շնորհակալ եմ պարոն Ալվրդյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույցի համար։ Եվ եթե այսպես ամփոփենք ավելացնելու որևէ բան ունեք, խնդրեմ խոսքի իրավունքը ձեզ եմ տալիս։ Ես մի բան Ես իմ եկեղեցու կողքին եմ, դիկունքին կանգնած եմ որպես պարզ հասարակ հավատավոր մի անձ եւ նրա համար չեմ խնայի ոչինչ եւ ոչ թե պասիվ այն ամենը ինչ կպահանջի մեր եկեղեցու եւ ազգի շահը ինձանից ես պատրաստ եմ իմ բարոյական պարտքը կատարելու նաեւ իմ հավատը վստահությունը առ այն որ սրանք այս ողորմելիները կգան եւ կանցնեն ինչպես մեծ են ջիվանիներ ասում։ Գիտեք, եմ որ ասում է, չէ, ինչու՞ է, ասում է անմիտ ճնճղոկը բազեի կյանքից ուզում է որս խլել, խելքի աշուտը։ Այս անմիտ ճնճղոկներն են, իսկ բազեն որսորդն է։ Որսորդը մարդկային հոգիների որսորդը։ Հիշում եք Հիսուսը իր ձկնորսներին ինչ ասաց այլևս դուք զուգ չեք որսալու, այլ մարդկանց որսակ։ Մարդկային հոգիների որսորդներ պիտի։ Ես այս իմաստով եմ դա նկատում, որ այս անմիտ ճնճղոկները նրա օրեկով ապրող, արտերում ընկած սերմը խաղի նման իրենց ողորմելի գոյությունը քաշտվող եղանակների հետ կդադարեցնեն իրենց քաղաքական եղանակների փոփոխության մասին, որ դուրը թափում է իրենց ողորմելի գոյությունը եւ կկրեն իրենց հասանելի պատիժը։ Չգիտեմ այդ պատիժը ինչ դրսևորում կունենա, բայց որ դա անխուսափելի է հավատում եմ։ Գիտեք կա գերմանացի մի գրող, որը ունի մի հրաշալի վիպակ Գաճաշ Սախեսը։ Այս Գաճաշ Սախեսը գերչկուհու զավակ է։ Դա ծնվում է եւ շատ տգեղ է, այլանդակ է եւ ոչ մի շնորհներ չունի։ Եվ այս կինը շատ ծանր վիճակում է կանգնում, վերջ հրեշտակը որոշում է, որ ոչ ոք չնկատի սրա տգեղությունն ու այլանդակությունը եւ Սրա մազերի մեջ հրեշտակի կամքով ի հայտ են գալիս երեք մազ է ի հայտ գալիս, ոսկե, որոնց շնորհիվ կախարդվում է, սրա շրջամենից կախարդվում է, կախարդական աշխարհ է ստեղծում եւ այս ապա շնորհը ինչ անում է, ժողովրդի կողմից դիտվում է որպես հրաշալի մի բան, տաղանդավոր, հանճարեղ, երգել չգիտի հրաշալի երգիչ է, գրել չգիտի հրաշալի գրող է, խոսել չգիտի հրաշալի հռետոր է, կանանց հետ խոսել չգիտի հրաշալի այսպես սիրաբանության վարպետ է, հրաշալի, չգիտեմ,
երիտասարդ է, ազնվական ամեն ինչ, բայց ահա գալիս է ժամանակ եւ մազերի միջից այդ երեք մազերը ժամանակի ընթացքում վայր են ընկնում եւ սրա գարշելիությունը հոգեվոր եւ մարմնական մեկից ժողովրդին տեսանելի է լինում։ Հիմա եկեղեցու դեմ սրա այս զրպարտչական գործողությունները այդ ժամանակն են ինձ թվում է, երբ ընկավ այս գարշելի ցախեսի շուրջ կախարդական այդ շղարշը եւ մեր ժողովուրդ ամբողջությամբ տեսած այս սրա եւ իր շրջապատի, իր քաղաքական ուժի այլանդակությունը, այլասերվածությունը եւ հայության հետ հոգեվոր օտարությունն ու խորտությունը։ Զրուցում էինք Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկ Ազուն Ալվրդյանի հետ, այսպիսին էր դիտակետը, կհանդիպենք։